Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բուժվում են սիրտ-անոթային բոլոր հիվանդությունները։ Լավագույնս կատարվում են բացառիկ միջամտություններ, սրտի ստենտավորում կրկնակի դեղապատ եւ լուծվող ստենտներով եւ սրտի կլապանի վերակառուցում հիվանդի սեփական հյուսվածքներով։ Բուժվում են նաեւ նյարդաբանական աղեստամոքսային հիվանդությունները։ Գործում է համակարգչային տոմոգրաֆիա, նորաբաց հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա։ Մանրամասների համար զանգահարել 015 80 80 08 կամ 012 80 8008 Best Life, մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։ Բարև հարգելի հեռուստադիտող, կրկին եթերում Medinform հաղորդաշարն է եւ մենք այսօր զրուցելու ենք կանանց խնամքի մասին։ Իհարկե գարնան ընթരാճ, հարկ է հենց այս ժամանակահատվածում պատշաճ ուշադրություն դարձնել մաշկի խնամքին, կատարել բոլոր այն պրոցեդուրաները, որոնք դուք նախապես որոշել եք, քանի որ արևը ավելի ակտիվանալուն զուգընթաց դրանց քանակը ասես կրճատվում է եւ ցանկալի է ամռան ամիսներին արդեն ավարտուն տեսքի հասցնել այն բոլոր պրոցեդուրաները, որոնք նախատեսել էին կատարել եւ որոնք ցուցված է յուրաքանչյուրիս մաշկի համար։ Ես իրով զրուցելու եմ հրավիրել բժիշկ կոսմետոլոգ Արմինե Գաբրելյանին եւ մենք զրուցելու ենք ամենաակտուալ, ամենատրենդային եւ այս ժամանակահատվածի համար հարմար պրոցեդուրաների մասին։ Դրանք հիմնականում ներարկային պրոցեդուրաներն են, բայց ինչպես պատրաստվել դրանց եւ յուրաքանչյուրը որ դեպքում է ցուցված, կիմանաք րոպեներ անց։ Բարև Արմինե։ Բարև։ Շնորհակալ եմ մեր հաղորդման հյուրը լինելու համար եւ ուրախ եմ, որ հեռուստադիտողը պատշաճ պատասխաններ կստանա, այո, ձեզանից։ Նմանապես շնորհակալ եմ հրավերի համար։ Խնդրեմ, շատ հաճելի է։ Եվ այսպես սկսենք այն պրոցեդուրաներից, որոնք շատ հետաքրքիր է, որպես բժիշկ կոսմետոլոգ, այդ դուք ինչն եք նախընտրում եւ անձամբ ինչն եք կատարում։ Տեսեք, ինձ համար կանանց բոլոր տարիներին, բոլոր տարիքներում շատ կարևորում եմ մաշկի խնամքը։ Մաշկի խնամքից է սկսվում մնացած բոլոր պրոցեդուրաները եւ մնացած բոլոր այսպես կառույցները, որոնք որ կատարվում են ներարկումային կոսմետոլոգիայի միջոցով։ Մեծ տեղ եմ տալիս մաշկի խնամքին, հիմնականում ներկապահին ակտուալ պրոցեդուրաներից են պլազմոթերապիան, բիորևիտալիզացիան եւ մեզոթերապիան, ինչպես նաեւ բոլորի շատ սիրելի ներկայիս կոլագենոթերապիան։ Այո, դա իսկապես մի քիչ խնդրահարույց է, իսկապես եւ մեծ դեր է ունենում, հատկապես 35 պլյուս տարիքի կանանց այո համար եւ իհարկե յուրաքանչյուր պրոցեդուրա պետք է քննարկվի մասնագետի հետ նախապես, որովհետև ոչ բոլոր դեպքերում են դրանք ցուցված եւ ոչ բոլոր տիպի կանանց եւ իրենց մաշկերին է համապատասխան այդ պրոցեդուրան, հետեւաբար մասնագետի խորհրդատվությունը պարտադիր է նման դեպքերում։ Հիմա մի փոքր ամեն մեկից խոսենք, որպեսզի հեռուստադիտողն էլ պատշաճ պատկերացում ունենա, կոնկրետ իմ նախընտրած պրոցեդուրան դա պլազմա լիֆթինգն է, միգուցե նաեւ պլազման հարստացված այլ կոմպոնենտներով։ Ինչու եմ ես դա ընտրել, որովհետև ավելի զգայուն մաշկ ունեմ եւ փորձելով մի քանի տարեր տեսել եմ դա է հարմար զգայուն եւ կարմրող կամ շատ շուտ ընկալող նյութերը մաշկին, որ դեպքում եք դուք ցուցում պլազմաթերապիան եւ ինչպիսի նորություն կա, կարելի է այդ պլազմայի հետ ինչ որ բաներ խառնել միքսան։ Բժշկությունը, քանի որ ամեն րոպե զարգացող մանավանդ էսթետիկ ոլորտը ամեն րոպե զարգանում է եւ ամեն օր ունենում ենք նորություն եւ այդ նորությունները դրական ազդեցություն են թողնում իրենց փորձով ապացուցված է։ Իմ ամենասիրելի պրոցեդուրաներից է պլազմոթերապիան, միակ անվնաս, անվտանգ պրոցեդուրան է, որովհետեւ սեփական պլազման է, սեփական արյան շիճուկն է եւ որը նաեւ կարելի է զուգորդել, կցել այլ պրեպարատների հետ ավելի ազդեցիկ էֆեկտ ստանալու համար։ Հիմնականում ներկայումս ես շատ որպես համախառնուրդ օգտագործում եմ կոլագենոթերապիայի հետ, հրաշք արդյունքներ ունեմ, հրաշք կարծիքներ ունեմ դրա մասին։ Այսինքն պլազման միքսում է կոլագենի հետ, կոլագենով, այո, եւ ինքը կրկնակի էֆեկտ է հաղորդում մաշկին եւ ծավալ հաղորդում է դեմքին, որոշակիորեն տալիս է լիֆթինգ էֆեկտ, ավելի ծիկ մաշկ ունենալու համար, բայց իր նպատակը ավելի շատ լրացնել այն դեֆիցիտը, էլաստինի եւ կոլագենի դեֆիցիտը, որը տարիների ընթացքում նվազում է կանանց օրգանիզմում եւ այդ սպիտակուցային պաշարը փորձում ենք լրացնել արդեն կոլագենոթերապիայի միջոցով, այո։ Արմինե, այս շատ կոսմետոլոգներ նշում են, որ պետք է կատարել 2 շաբաթը 1, 3 շաբաթը 1, 3 պրոցեդուրա, 4 պրոցեդուրա։ Դուք նույնպես կարծում եք, որ այս հերթականությունը պատշաճ պետք է պահպանել, թե ելնելով մաշկի վիճակից դա պետք է պահպանել։
յուրաքանչյուր պրոցեդուրա պետք է պահպանել իր ճիշտ ինտերվալները, ճիշտ կանոնակարգը, այսպես ասված, եթե պետք է կիսատ թողնել, թերի թողնել, երբեմն խորհուրդ եմ տալիս բուժառուներից ի սկզբանե, եթե չեն շարունակելու, եթե կուրսն ավարտին չեն հասցնելու, հետևաբար արդյունքն էլ չի գոհացնելու, ավելի լավ է չսկսել։ Եթե սկսել ենք այսպես հստակ օրով, ժամով պետք է կատարել պրոցեդուրան արդյունքի գոհունակությունը տեսնելու համար, այսինքն թերի որևէ բուժում միայն ներարկումային կոսմետոլոգիայում չի, որևէ թերի բուժում իր արդյունքը չի կարող տալ, հետևաբար մաշկի հետ աշխատելիս նույնպես իր բոլոր շերտերը պետք է համապատասխան խոնարհվի։ Ուրախություն մեր կանանց պետք է նշել, որ մեր օրենսդրությունը այնքանով է խստացել, որ ներարկումային կոսմետոլոգիայով կարող են զբաղվել բացառապես բժշկական կրթություն ունեցող անձինք։ Ձեզ հանդիպել են դեպքեր, մարդիկ, ովքեր տուժել են բժշկի սխալից։ Դուք ամենացավոտ հարցին հենց նոր անդրադարձաք, գրեթե ամեն օր ստանում եմ զանգեր, SMS-ներ ուսուցանելու եւ դասընթացների վերաբերյալ, սակայն մարդիկ չեն պատկերացնում, չեն գիտակցում, որ դրա կարեւորությունը բարձրագույն կրթություն ունենալու եւ չունենալու մասով, այո, խստագույնս պահպանվում են կանոնները բարձրագույն կրթության աշխատողների ներառելու եւ ներգրավելու այս ոլորտում, որովհետեւ որքան շատացան մասնագետները, այնքան շատացան խնդիրները, որքան շատացան թերի կրթությամբ բժիշկ կոսմետոլոգները կամ այսպես կոչված բժիշկ կոսմետոլոգները, չեմ ուզում վիրավորել որևէ մեկի, պարզապես փաստացի կանգնում ենք այնպիսի խնդիրների առաջ, որ երբեմն անլուծելի են, իսկապես անդառնալի հետևանքներ ենք ունենում, այդպիսի օր չունեմ, որ չլինի մի կին տուժած այդպիսի օր, այդպիսի աշխատանքային օր չի լինում, որ չդիմի մի բուժառու անգրագետ սխալի հետևանքները։ Եվ իհարկե կա նաև հակառակը, այսպես ասած, կան նաև ուղղակի բարձրագույն կրթության դիպլոմը կրող աշխատակիցներ, սակայն այստեղ մի քիչ այլ խնդիրներ են, ավելի շատ տեսողական, զգայական, ոչ ճիշտ ուսուցանման արդյունքում ստացած թերի կրթության, այսինքն նաև ներարկումներ ուսուցանման շրջանում պետք է դա լինի շատ պրոֆեսիոնալ ու փորձի հիման վրա։ Հասկանալի է։ Հաճելի է իհարկե, որ մասնագետը նույնպես այս տեսակետը կիսում է, շատերը պարզապես նյարդայնացած են օրենքի այս կետերից։ Լավ, շարունակենք մեր պրոցեդուրաների թեման, հաջորդը խոսեցինք, որ կոլագենային թերապիան միքսում եք պլազմաթերապիայի հետ, սա ինձ համար նույնպես նորություն էր, իսկ առանձին կոլագենաթերապիայի մասին ինչ կասեք եւ որ եղանակին է տարվային ավելի հարմար ու ճիշտ կատարել։ Տեսեք, ինձ համար քանի որ տարին 12 ամիս պարտադիր է կնոջ մաշկի խնամքը, ես այսպես չեմ սիրում առանձնացնել աշնանը պատրաստվեք, ձմռանը պատրաստվեք, պետք է միշտ պատրաստ լինի մաշկը, ցրտին էլ, շոքին էլ, աշունն էլ, հետևաբար կոլագենոթերապիան, քանի որ ինքնին բավականին բարձր մտանյութ է, բարձր սպիտակուց է, այսինքն 100% հարստացված սպիտակուց է եւ իրեն պարբերաբար կատարել այնքան էլ հաճախ չի կարելի, պետք է կատարել կուրսային եւ տարվա մեջ մեկ անգամ, հետեւաբար կարելի է ընտրել միջին եղանակային պայմաններ, ոչ շատ ցուրտ, ոչ շատ շոկ, կատարել կուրսային պրոցեդուրա եւ 1 տարի ցանկալի է 2-ից 3, այստեղ արդեն մասնագետի նաեւ ընտրած տակտիկան է, այսպես ասեմ, թե ինչպիսի ես երբեմն սկսում եմ պլազմոթերապիայով, պարզապես մաքուր պլազմոթերապիայով եւ ավարտում եմ պլազմոկոլագենով, այսինքն սկիզբը մաքուր սեփական շիճուկով առանց որևէ համախառնուրդի, վերջի 3-րդ պրոցեդուրան կատարում եմ արդեն, այսպես ասած, դեղորայքային, ոչ այնքան մաքուր պրեպարատով։ Երբ կոլագենաթերապիան եւ պլազմաթերապիան այսքան ակտուալ դարձան, դե կոլագենը լրի վերջերս ներխուժեց էսթետիկայի աշխարհ, ես կարծում եմ այն բիոռեաբիլիտանտները, որոնք պարզապես շատ ակտուալ էին, երկրորդ պլան մղվեցին, դա ճիշտ դիտարկում է։ Դա եւս ունի իր եւ ճիշտ դիտարկված կողմը եւ ոչ այնքան, այստեղ կան նորից կրկնեմ ցուցումներ, այսինքն 30, 32, 35 մինչև 35 տարեկան կանանց խորհուրդ է տրվում, այո, պահպանել դեռ ավելի
այսպես խիտ նյութերի միանգամից չանցնել, ավելի թեթև բիոռևիտալիզացիաներով, մեզոթերապիայով պահպանել մաշկի խնամքը, ինչպես նաև պիգմենտների կամ ընդհանուր մաշկի վիճակը բարելավելու նպատակով եւ կանխելու նաև մանր կնճիռների առաջացումը, խնդիրների առաջացումը մեր երկրում արևը շատ մեծ դեր է տանում եւ շատերի մոտ կա պիգմենտի լաքաների, այսպես ասած, խնդիրը յուրաքանչյուր կնոջ մոտ, երբ որ շպարը հեռացնում ենք, նկատելի է իրական մաշկի վրա տեսանելի է։ Դա ինչ լուծում ունի, ինչ է առաջարկում այդ նախ դրա համար շատ կարևոր է ժամանակին դիմել, չթողնել խորանա, չթողնել պիգմենտը ավելի մուգ տեսք ստանա եւ ավելի խորը շերտեր ներթափանցի, դա է պատճառը, որ մեր կանայք երբեմն ուշացնում են այդ պրոցեդուրան, սպասում են, մտածում են կանցնի կամ ինքնուրույն տնային միջոցներով, ինչ որ պիլինգների միջոցով կամ ինչ որ խորհուրդներով փորձում են դա հեռացնել, բայց դա պարտադիր ներարկումային պրոցեդուրա է պետք եւ դրան համապատասխան լուծում։ Մինչեւ 30-35 տարեկան խորհուրդ չեմ տալիս կատարել կոլագենոթերապիա, համենայն դեպս դեռ ծերացման փուլ չի սկսում կնոջ մոտ եւ պարզապես անել հաճույքի համար կամ պարզապես լսելով կամ ուղղորդվելով մեկ այլ կատարող անձի հետ կապված մտածեն, որ ինչ որ մեկն արել է, սպասեք, ես էլ անեմ, երևի լավ բան է, մեր կանանց մոտ կա խոսակցությունը այդպիսի, որ եթե մեկն արել է, ուրեմն դա լավ բան է, մենք էլ անենք, բայց ցուցված լինի մաշկի, միանշանակ։ Այն նոր պրոցեդուրա կառաջարկեք, որը շատ էֆեկտիվ է եւ միգուցե 2-3 անգամ այցելելու ներարկելու կարիք չկա, մեկ անգամն էլ բավական է, կա այդպիսի ավելի հզոր պրեպարատ։ Եթե խոսքը վերաբերվում է մաշկին, չկա այդպիսի պրոցեդուրա, որ մեկ ներարկումով կամ մեկ անգամյա ներարկումով կունենանք իդեալական արդյունք։ Նույնիսկ այն մասնագետներն, ովքեր կպնդեն, որ մեկ անգամ կատարեն բիոռևիտալիզացիա ամբողջ տարվա համար բավական է, ցանկացած պրեմիում պրեպարատ, բարձր դասի պրեպարատ, այստեղ հարցը ոչ այնքան պրեպարատի արդյունավետությունն է, ինչքան որ մաշկի խորը շերտերի կլանումը։ Հետևաբար, քանի որ մաշկի շերտերը շատ են, գոնե պետք է 2 պրոցեդուրան ապահովել մաշկի համար, եթե ոչ 3-ը պարտադիր։ Դրա համար, քանի որ ստատիստիկան ցույց տվեց, որ կինը հաճախ եւ նաեւ ֆինանսապես եւ նաեւ 3 անգամ բիոռևիտալիզացիայի չի կարող գալ կամ կարող են գալ երկու տիպի կանանց հետ էլ աշխատում ենք, դրա համար մշակել են այսպիսի մի տակտիկա, որ սկսենք պլազմոթերապիայով, ավարտենք կամ բիոռևիտալիզացիայով կամ կոլագենոթերապիայով, այսինքն վերջին երրորդը լինի դեղորայքային ամենահզոր ազդեցությունը եւ որն իր մեջ նաեւ պարունակում է տարբեր տիպի միներալներ եւ նյութեր։ Այո, Արմինե, հետաքրքիր է նաեւ թե քանի պրոցեդուրա միանգամից կարելի է կատարել մեկ օրում։ Ենթադրենք շուրթերի ծավալի կամ ձևի փոփոխություն, բոտոքս կամ եւ այլն, այս պրոցեդուրաներից որոնք են, որ կարելի է համաժամանակյա կատարել։ Եվս ցավոտ հարցերի դասին երբեմն կանայք կարողանում են ցանկանում են մեկ այցով ստանալ միանգամից ամեն ինչ, որովհետև երկրորդ, երրորդ անգամ գալը իրենց համար դժվար է կամ որոշակի խնդիրներ կան գալու հետ կապված, բայց դա որևէ արդարացում չունի ինձ մոտ, որովհետև նյութերի խառնուրդը դեմքի հատվածում եւ նաեւ մարսելիության առումով օրգանիզմում կարող է առաջացնել շատ լուրջ խնդիրների։ Խառնել տարբեր նյութեր, այ որը չի կարելի խառնել։ Պարզապես նրա համար, որ բուժառուն այդպես է ցանկանում կամ օրինակ վաղը մեկնում է երկրից, 1 օր առաջ ցանկանում է, որ ամեն ինչ միանգամից կատարի ու մեկնի, պետք է ընդհանրապես ճիշտ բացատրել, դուք կունենաք առողջական խնդիրներ եւ դա կլինի հակապ պրոցեդուրա ձեր համար։ Իսկ կան պրոցեդուրաներ, որոնք կարելի է այո միասին կատարել։ Իհարկե կան այն ներարկումները, որոնք տարբեր շերտերում են կատարվում, այսինքն երբեմն իմ օրինակով բերեմ,
շուրթերի ծավալի փոփոխությունը, կարող ենք մաշկի խնամքի հետ զուգահեռ անել, կարող ենք մաշկի խնամքը նաև քիչ շրթունքային ծալքի հարթեցում, կզակի մոդելավորում, այսինքն ֆիլեր եւ մեզոկոկտեյլներ կամ պլազմոթերապիա կամ բիորևիտալիզացիա թույլատրելի է ամբողջ դեմքի համար, բայց դրան ավելացնել բոտուլնոթերապիա երբեք ես ամենայն դեպս չեմ աշխատում եւ ունեմ իմ պատճառները նմանատիպ մոտեցման, այո։ Եվ վերջում մեր զրույցի կխնդրեի մեր հեռուստադիտողին ուղղորդեք ինչ տարիքից կարելի է դիմել կոսմետոլոգ բժշկին կոնկրետ ներարկումների առումով եւ ինչ խորհուրդ կտայիք ան պացիենտներին, ովքեր ենթադրենք միջին տարիքում են 35 կամ 30 տարեկան եւ առաջին անգամ են կատարելու որևէ պրոցեդուրա։ Ինձ համար այսպես կանանց բոլոր, քանի որ նշեցի շրջաններում պետք է խնամքը, բայց ցանկալի է գոնե 25-ից սկսած կամ 27-ից սկսած ներարկումների դիմել, մինչ այդ կարելի է ոչ ներարկումային բավականին լավ նյութեր կամ բավականին լավ ազդեցության պրեպարատներ, պարզապես մաշկի խնամք ապահովելու համար, բայց անցնել ներարկումների ավելի վաղ ոչ այնքան խորհուրդ է տրվում եւ հենց այդպես էլ խորհրդատվության ժամանակ փորձում եմ համոզել, որ դեռ չանցնեն ներարկումների բավականին երիտասարդ են, չէ՞ հիմա դիմում եւ ոչ միայն մաշկի հետ կապված, նաև ուրվագծային պլաստիկան դարձել է շատ երիտասարդ այսպես պրոցեդուրա, 18-19-ից փորձում են ինչ որ փոփոխությունների դիմել, ուղղորդվելով մեկ այլ տեսարանից, մեկ այլ նկարից կամ մեկ այլ երգչի ինչ որ տվյալներից։ Շատ կարևոր է մասնագետի այդ պահին որ կողմ կտանի խոսակցությունը։ Երբեմն ստացվում է մերժել, երբեմն չի ստացվում մերժել, բայց լավ կլինի 25-ից, որովհետև գոնե այդ տարիքից է սկսում որոշակի օրգանիզմ փոփոխությունները։ Մանավանդ հիմա աղջիկները գեր այսպես դիետաների ու ինչ որ իրենց մարմնակազմության մասով շատ են անհանգստացած, մեծ դիետաների են անցնում, օրգանիզմում առաջացնում են դեֆիցիտներ, որոնք ազդում են ուղիղ մաշկի վրա, սա շատ ցավոտ թեմա է։ Դիետաների արդյունքում ունեցած մաշկերը եւ այն մաշկի տեսքից երևում է, որ դա բավականին այսպես չորացած, ջրազրկված, վիտամիններից զրկված վիճակում է մաշկը։ Այո։ Այդ ժամանակ արդեն անխուսափելի են ներարկումները։ Շնորհակալ եմ հետաքրքիր ինֆորմացիայի համար եւ հաջողություն եմ մաղթում, վստահ եմ դուք շատերին պարզապես կգեղեցկացնեք։ Շնորհակալ եմ շատ։ Հարգելի հեռուստադիտող, շնորհակալ եմ նաեւ ձեզ ուշադրության համար, մեդինֆորմացիով ներկայացրեց, թե ինչ պրոցեդուրաներն են, ինյեկցիոն ներարկային պրոցեդուրաներն են ավելի տրենդային հիմա եւ որոնք են ցուցված կատարել եւ նշեմ, որ բժիշկ կոսմետոլոգ էր մեզ տալիս Արմինե Գաբրելյանն իմ զրուցակիցը, այնպես որ հետևեք ձեր առողջությանը եւ ոչ պակաս կարեւոր է հետևել ձեր գեղեցկությանը։ Այս ամենը իհարկե պետք է ներդաշնակ լինի, իսկ ես ձեզ հաջողություն եմ մաղթում եւ հորդորում հետևել մեր հաղորդաշարին, քանի որ այնտեղ կարող եք գտնել ձեզ հետաքրքրող ամենատարբեր հարցերի պատասխանները։ Կհանդիպենք։ Best Life հայ-ճապոնական բժշկական կենտրոնում բուժվում են սիրտ-անոթային բոլոր հիվանդությունները։ Լավագույնս կատարվում են բացառիկ միջամտություններ, սրտի ստենտավորում կրկնակի դեղապատ եւ լուծվող ստենտներով եւ սրտի կլապանի վերակառուցում հիվանդի սեփական հյուսվածքներով։ Բուժվում են նաեւ նյարդաբանական աղեստամոքսային հիվանդությունները։ Գործում է համակարգչային տոմոգրաֆիա, նորաբաց հեմոդիալիզի բաժանմունք, շտապօգնության ծառայություն, պոլիկլինիկա։ Մանրամասների համար զանգահարել 015 80 80 08 կամ 012 80 80 08 Best Life։ Մենք աշխատում ենք 24/7 ռեժիմով։